Հաջորդ հարցը Անի Գևորգյան։ Պարոն Փաշինյան, դուք նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ ասացիք, որ վեհափառը անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են մայրաթորն են ազատագրելու, հարցս հետևյալն է, երբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, Ներքին հանդում և Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, ապա դուք այդ տարածքները վիճելի եք համարում, և որպես կառավարության ղեկավար, ինչպես եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը, Վերջերս Արման Թաթոյանը Washington Times պարբերականում ծավալուն անդրադարձ կատարել օկուպացված տարածքների մոռացության հարցի վերաբերյալ, նախ խնդրում եմ այս հարցերին պատասխանեք և Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետքա փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ, որ Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները գտնում են որ սխալ եմ ես եւ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար